Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը, դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին։ Այդ մասին Կիրակ Նորավերլուծական Թամրազյանի հետ հաղորդման եթերում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, շեշտելով, որ հրադադարն առաջին հերթին պարտադրել է հայ զինվորը։ Դժվարանալով կանխատեսել, որքան կարող է այս վիճակը շարունակվել եւ արդյոք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարող է տևական լինել, Հակոբյանը ընդգծեց, որ պաշտպանության բանակը եւ հայկական զինված ուժերը այսուհետև եւս պատրաստ են կանխելու հակառակորդի ոտնձգությունները։ Կարծում եմ հակառակորդը այս գործողություններից հետեւություն կկատարի եւ եթե եւս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, իր պատասխանը կլինի ավելի կոշտ եւ ավելի խիստ։ Ղարաբաղյան շփման գծում 4 օր տևած թեժ բախումները ավերածությունների, մարդկային կորուստների պատճառ դարձան։ Այսօր արդեն հնչող քննադատություններին, ինչու հայկական կողմը չկարողացավ ժամանակին կանխատեսել այդ հարձակումը եւ կանխել այն, Հակոբյանը արձագանքեց։ Հայկական կողմի հետախուզությունը տեղեկություններ ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի սահմանը բավականին երկար է եւ դժվար է եղել կռահել, թե որ ժամին որտեղ է լինելու հարձակումը։ Բայց այն, որ մենք կանխատեսել ենք եւ գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է հասնել հարձակման, այդ տեղեկությունը մեր զինված ուժերը ունեցել են եւ համապատասխան միջոցառումներ իրականացրել են։ Մտադրությունը իրենց մինչև Ստեփանակերտ հասնելը, կարծում եմ դա երազանքից է, որովհետեւ Ադրբեջանը քարշ գիտակցում է, որ կռվելու է բանակի հետ եւ ամեն մի կտոր հողի համար անտեղ զինվոր կա եւ որը մարտնչելու է եւ այդ հնարավորությունը հակառակորդին երբեք չի ընձեռնելու։ Ներկայացնելով մանրամասներ ապրիլի լույս 2-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների մասին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը պատմեց, որ Ադրբեջանի դիվերսիոն ջոկատները գործել են 4 ուղղություններով։ 2 ուղղություններում հաջողություններ չեն ունեցել։ Մյուս 2-ում ձեռք բերված սկզբնական հաջողությունը այնուհետև կանգնեցվել է պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Այս 4-օրյա պատերազմի ընթացքում մենք կարողացել ենք հակառակորդին կանգնեցնել եւ թույլ չտալ նրա մխրճումը մեր պաշտպանության խորքը։ Դուք ճիշտ նշեցիք, որ պաշտպանությունը բազմաշերտ է եւ այսօրվա միայն առաջին գծին խրամատը չի եւ հակառակորդը նաեւ այս գործողությունների ընթացքում դա հասկացել է, որը եւ հնարավորություն չի տվել իրեն ավելի խորը մխրճվելու։ Մովսես Հակոբյանը զերծ մնաց կարծիք հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, նշելով միայն, որ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը այդ առիթով գնահատական տվել է եւ ինքն էլ կիսում է նախագահի մտահոգությունը։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը նաեւ չափազանցված համարեց սոցիալական ցանցերում հնչող քննադատությունները զինված ուժերին եւ այլ ոլորտներին հատկացվող ծախսերի անհամաչափության վերաբերյալ։ Ես որպես զինվորական այդ գործերով չեմ զբաղվում եւ տեղյակ չեմ ինչ է, բայց կարծում եմ այդ բոլորը չափազանցված է եւ ձեր խոնար ծառան լինելով տարբեր պաշտոններում այսօր իր համեստ կյանքն է վայելում կամ ծառայություն տանում մեր երկրում։ Կարծում եմ համեմատել բանակը եւ ազատ շուկայական հարաբերությունները այստեղ տեղին չի։ Իդեպ ադրբեջանական կայքերը վերջին օրերին լուրեր էին տարածել, թե Մովսես Հակոբյանը ծանր վիրավորված է, սպանված է։ Գեներալ-լեյտենանտը արձագանքում է։ Ինչպես տեսնում եք, ես ողջ առողջ եմ եւ ձեզ հետ հարցազրույցում եմ։ Նախ պետք է ասեմ, որ ինձ սպանել կամ վիրավորելը բավականին դժվար է, որտեղ ես բավականին երկար ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում եւ ամբողջ ծառայությունս եղել եմ պատերազմի գոտում։ Գիտեմ պատերազմը ինչն է եւ դրանից սպասպարվելը գիտեմ։